Ողջույն բոլորին սիրելիներս։ Ես ռեստում եմ, որովհետև օրը շաբաթ է, դասի է։ Միջոցառում կա այստեղ։ Բացման, վերաբացման, այսպես ասած, միջոցառումը։ Այնպես որ տոնական է մթնոլորտը շատ այստեղ։ Բրավո։ Այստեղ արդեն հավաքվում ենք։ Բաց է երբ փեղկանի, որ ովքեր ցանկանան, որ այս բարի գործը տեսնեն, ուղղակի տեսնեն, լինեն այստեղ։ Այլ մարդիկ, ովքեր այստեղ են, իրենց երեխաների հետ մերոնք են, իրենց ընտանիքների հետ մերոնք են։ Եվ մերոնքից շատ արդեն մոտ 10 տարի մենք սիրում ենք Ազատյանների ընտանիքին։ Ես միջոցառումը նկարեցի, սթորիներ արեցի, ինքս էլ մասնակից դարձա, վերականգնողական այդպես սենյակ ահա, երեխաների համար, թերապիաներ եւ այլն։ Մի խոսքով, հիմա տաքսիս կանչել եմ արդեն։ Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, ահա որ սոված, իդեպ այս ծաղիկներս, որ նվեր է ստացել, այնքան սիրուն են ու այնքան թարմ, այսօր անպայման փոխեմ ջուրը, որ իրենց տեսքը չտուժի, սս նայում եմ ու ասում եմ գլազ ռադույցը։ Da mi-a vitamin D, da Եկա տեսա այս երկու գազանները, մի տոննա նակլիկա կպցրել են իրենց տեղերի վրա։ Называется искусство живопись. Չէ բրնձով փլավս երեկվա պատրաստած համով տաքանա, ասեցի երկու բերան զրուցեմ ձեզ հետ, որովհետև չգիտեմ այսօր էլ կկարողանամ թե չէ, 3 գետը մի 7-ից 8 ժամ նստած եմ եղել գրավորներից վրա ու արդեն քնել եմ գիշերը 2-ին երևի, շատ հոգնած, պատկերացրեք, որ ես այնպիսի մարդ լինելով, որ գրեթե երբեք զարթուցի չի, զանգից հետո չի քնում, այսպես ասած քնած չի մնում, ես այսօր քնած էի մնացել, իհարկե չուշացա, որտեղ զապաստով էի ժամանակս դրել, բայց ֆակտն է, որ մի 40 րոպե քնել էի այդ զարթուցիչի ձայնից հետո, այդքան հոգնած էի, ու այսօր պիտի շարունակեմ այդ սաղ, Трудновато, но ամեն հետաքրքիր է, ասում եմ վերջի անգամ չեմ հիշում, որ տարին ա եղել, որ հոկտեմբեր, այսօր արդեն հոկտեմբերի 10-ը, չէ, 11-ը։ Այսօր Երևանի Երևանի օրը չի ժողովուրդ, ես լրիվ ցնդվել եմ, գիտեք, չէ, ոչ ժամ եմ հիշում, ոչ պատարակ, Երևանի տոնն է այսօր կարծեմ։ Սա խառնվել է գլխումս, սա, որ ասում հա ճիշտդ կորցրել ես, հիմա հիմնա, ճիշտը սիրով կորցրել եմ։ Նո իչիվո, այս միջանկյալներից որ պրծնեմ, տեղը կգամ մինչև դեկտեմբերի գետը 20-ից նորից միջանկյալներ է սկսում։ Երևի մոտ ամենահամոր բաներից մեկը, որ ստացվում է պատրաստել, այդ էս բրնձով փլավն է։ Սոված եմ, ոչ մի բան չի եկել, դες դուրս է եկեմ, պատկերացրեք, սլամոքսս եմ որ ձայներ է հանում այդ վիճակում է։ Այդտեղ գրքերս հավաքել բերել եմ, լվացքի մեքենան միացրեցի, մի քանի գիրք եմ պատվել, որ կարողանամ հոգի ախտաբանության ռեֆերատը գրեմ, եւս մի գիրք կա այս թեմայով, որ շուտով կհասնի, հալուցինացիաներ թեման եմ ընտրել, մի խոսքով երեխեք, խորենն էլ դուրս էր եկել, Սուսիկեն ցեր մտավ, նաեւ հիմա էլ խանութում է, հեսա կգա, ես էլ ձերքի հետ համ գործերն եմ անում, համ դասերն եմ անում, փորձում եմ ամեն ինչ համատեղել, գիտի մեզ մոտ ժամը 10-ը կլինի շուտով, չէ 9-ը երեխեքը կքնեն, ես կշարունակեմ, ամբողջ աչքս արյուն է լցվել երեկվա 9 ժամ կոմբի մոտ նստելու արդյունքում, դե բնական է։ Կոմբի վրա նայեցի, 9 չկա, սխալ էի ասում ձեզ։ Մամ գիտեմ ոնց է բացվում, հետո շփում են ու բանանում։ Դու այսօր քաղցրը շատ ես չարաշահե Դավիթ, շատ։ Դա։ Ինչ է դա։
Կապտուկ ա եղել թևից։ Երեխեք, խորենը վերադարձավ, ասեցի միասին նայենք գնումները։ Ուրեմն այստեղ բերել է տանց, խնձոր, կիտրոն, մածուն է ուզել։ Այսպիսի մի քանի սենց պերեկուսի բաներ։ Միշտ չի որ առնում ենք սենց բաներ, որտեղ դե օգտակար չեն, բայց մեկ-մեկ բանան, մի րոպե դավճան, հավկիթ, հալած պանիր, կանաչ ձիթապտու, սև ձիթապտու, դավճան մի վարքյան կադրի մեջ ես մտցնում, բալիկս հալած պանիր էլի, սրանք ինձ համար ա բերել խորենը, մի քանի օրվա այսպիսի պերեկուսներ, ասենք համասան գնալուց էլ մինչև 7-ը քանի որ դրսում եմ, հետս մեկ-մեկ ինչ-որ սենց բատոնչիկ բան վերցնում եմ, կարմիր խնձոր, լոլիկ, դեղց, ֆեյխուա, պեչենիներ, կարծես թվեր, ֆեյխուա, շատ օգտակար բան այն, պիցայի հոտո, իդեպ դավուկայից նվերը հասավ մեզ, իր հորաքրոջից, քանի որ ծնունդին հանդիպելը չէր հաջողվել, հիմա հասավ տնային դվոյկայա շատ հավեսա, հատկապես որ տնային հագուստի պակասություն միշտ լինում ա դավին, որովհետև ինքը շատ հաճախ ա շորեր փոխում, так что շատ սիրունիկա, մեծ սիրով կհագնի, չէ դավը, ուրախացել ա, հավանել ա, երեխեք, այս ծաղիկների ժյուրը փոխեցի, ենքան, այսօր էլ եմ ձեզ ասել, ենքան թարմ էին այս ծաղիկները ու սենց չէ խոր, երկրորդ օրնա սենց առաջորվա պես թարմ, սիրուն, չգիտեմ շատ եմ հավանել այս խունջը, շատ սիրունիկա։ Դավ ջան, ինչի ես լալիս։ Հիշացեք պատմեմ ինչի ա նեղացել։ Ինչ ես արել։ Ջուր ես լցրել։ Չէ, այդտեղից պետք չի ջուր խմել, բալես, մենք կրանթից ջուր չենք խմում, այդ խաղալիքի համար է։ Երեխեք ջան, մեզ մոտ առավոտ ա, Արտաշեսը խոսում ա ընկերոջ հետ, ֆու Դավիթ, այդ խաղալիքի համար ա, պետք չի դա խմել։ Ես էլ նստած եմ այստեղ իմ ռեֆերատների վրա, փորձում եմ գրել, փորձում եմ գրքերից օգտվել։ Մի խոսքով, սենց ասած առավոտյան գործեր ու անելիքներ, այն որ աչքս բացել եմ ու նստել եմ այստեղ, բայց դե միայն այդպես կհասցնեմ, էլի ուզեմ չուզեմ պետքա կենտրոնանամ ու շատ ժամանակ տրամադրեմ։ Մամամ նկարի ոնց եմ խաղալիքին այդ ջուր լցնում, որ խաղալիքը հետո չասեմ ինչեր անի։ Բայց խիստ ինքը հավանել է էլի այդ ֆունկցիան, երեխեք սիրում են, չէ՞ տենց էքստրաորդինար բաներ։ Նայում ես ու չթափի։ Դավա։ Լցվեց։ Որ մի քիչ օդում թողես ավելի արագ կլցվի, չէ՞։ Որ վակուում չլինի։ Դες ոնց հասկացավ ասածս։ Всё։ Հապա։ Խնդրեմ, հիմա կվայելենք շատ էսթետիկ մի բան։ Աշկիս էլեմենտն է նստը, պետք չի իրան սասկացնել։ Չինում։ What it?
Էդ ինչ է սարքում որ։ Սակ։ Այստեղ ես շարունակում եմ իմ տանջանքները, իսկ բոլորը ինքան է տրամադրությունը բարձրացնում, ուսումնասիրում եմ այս գիրքը երեխեք իրականում իր մեջ պարունակում է հոգեբուժարանից տարբեր կադրեր, չգիտեմ YouTube-ը կտա որ ցույց տամ, չեմ կարող սա ցույց տալ, որտեղ այնտեղ մերկ կադրեր կան հիվանդներից, բայց մի երկու նկար ցույց տամ, որպեսզի հասկանաք, ասենք հալուցինացիաները, մարդը ինչ տեսք ունի, երբ որ հալուցինացիա է տեսնում։ Այսի մի քանի բան փորձենք։ Օրինակ այս կինա ինքը ենթադրում եմ մազերը կարճ կտրած, устрашающие слуховые галлюцинации, есть слуховые галлюцинации, мимику ужаса. Вот, օրինակ այս կինը հալուցինացիաներ տեսնելու պահին էլի իր ապրումները կամ այս ներքևի մասը, որ ուզում է փակի, որ չլսի, դե ինչ են ցնորքները, շատ կարճ ասեմ, հա չեմ խորանում, դրանք տեսողական, լսողական տեսիլքներ են, առանց որևէ իրական հիմքի, եթե իլյուզիաները իրական պատկերն ասենք մի քիչ շեղված, խեղված, ապա ցնորքները դրանք լրիվ մտածածին են, բայց մարդը վստահ է, որ դա կա, ինքը դա տեսնում է, ինքը դա լսում է, ու դա սարսափելի մի բան է։ Տեսեք, բոլորը խիստ դեպրեսիվ տեսքին են, այդ մարդիկ, որոնք տեսնում են, դա լսում։ Դավջան մի հատ այդ շանը տար, էլի, շունչ արտաշունչ է։ Ու իրականում սա սարսափելի տառապանք է, էլի մարդուն պատճառում։ Մեր դասախոսներից մեկը ասեց, որ իսկեդվենիա է եղել ինչ-որ, դիահերձում են արել շիզոֆրենիայով մարդուն ու տեսել են, որ իր ուղեղը ոնց որ մաշված լինի։ Որտև ինքը իրականում սարսափելի մի բան է, այդ անդադար տեսիլքները, ցնորքները ու տարբեր տեսակի ցնորքներ են լինում, էլի ուգրայժայուշի, ինչ-որ չգիտեմ, սենց հորինված ինչ-որ պերսոնաժներ, վախենալու բաներ, այստեղ սարսափելի նկարներ կա, ուղղակի վախենում եմ ցույց տամ YouTube-ը բլոքի, սարսափելի նկարներ կան, որ նայում ես ջանը անկեղծ մուրաշկի բա կոժը, մի խոսքով այսպես բաներ, Իստեղից դուրս գրումներ անեմ, այստեղ դիագնոզը կա, ես էլ եմ ուզում, սայտիսում է, Յուրի Կանավիր, ես էլ եմ ուզում միացնեմ, իսկ մաստեղից էլ կարողանամ ինչ-որ օգտակար նյութեր գտնել, մասից վրա ինչ է, հա, արանքայից թված բան, և դուշե պսիխապատ ստեից եմ ուզեցել, ճիշտ է իմ ռեֆերատի թեման հալուցինացիաներն է, բայց ընդհանուր կարողանում ես ինչ-որ բան գտնես, որը քեզ պետք կգա, հերթով հիմա այդ սաղ անում եմ, էլի կարճ ասած փորձում եմ որակյալ աշխատանքներ կասեմ, ոչ թե հենց նենց ինչ-որ մի բան, մենակ ես երեք գիրքը պատվիրել եմ մի ռեֆերատի համար, կարամ ինտերնետից ինչ-որ բաներ անեմ, բայց ես ուզում եմ սենց նաև կարդամ, ուսումնասիրեմ էլի, կարոչ, երեք աչքերս կարմրել, գիշեր էդ ոնց էր ցավում, ասում խոր ես չեմ հիշում, երբևէ իմ աչքերը այսպես ցավացել են, թե չէ, արյուն էր լցվել մեջը, սենց սաղ ես դիմածնոտային, չէ դիմածնոտային, դիմագանգային հատվածս, այս սենց, այդ ոնց էր ցավում, այդքան նստելուց ու այդքան տպելուց կարդալուց, բայց ատո ահագին բան արել եմ։ Այն հավես պահը, որ պապան ադիբուդի է սարքում, մաման էլ օնլայն դասերի մեջ խեղդված է։ Ես էլ կուզեի իհարկե, բայց քանի որ այսօր իմ մոտ խիստ է սննդակարգը երեկվա խախտումներից պատճառով, հետևաբար չեմ անի ոչ մի ռադիկալ քայլեր։ Դա, սիրում ես պոպկորն, լասա պոպկորն։ Պոպկորն։ Օնլայն դասերս հենց նոր վերջացրեցի, ես քանի օրերի հետ ռեֆերատ գրել, օնլայն դասերը սաղ սենց կուտակվել, կպրկվել է իրար, սենց խրոնիկ են սենց գխացավ ամոտս, ուզում է ելի նստե ինչ-որ բան անեի, ասեցի չէ, համարձակվես, այսօր ոչ մի բան չեմ անելու էր, այսօր ուզում եմ պրոստը հանգստանամ, որտև շատ վատ եմ, շատ հոգնած եմ, մի հատ ինձ գոնե կարճի բերեմ, որտև էլի ունեմ էլի աշխատակներ, այսօր մի թեթև գոնե ինձ արդեն հանգիստ ամ դասից հետո էլի, 5-ն է դետը, 5-ն է, 4-ն է,
է, որ սուտ չասեմ այն։ 346, չէր դու մոտնեմ։ Մի խոսքով խորենը խանութ գնացել վայլվերից ու իմ երկու տեղ ուներ Դավիս ասեցի հետը տակ որովհետև երեխան չի թողի, ես 10 բարաբար։ Ուրեմն մոտս նոպան բռնեց, այս ասեմ նոր տարվա թեմաները սիրում եք, նոպան բռնեց, այն օրը դե սկսեցի բզբզել այդ ամանորյա թեմատիկան, այսպես եմ ինչ կա, ինչ չկա։ Երկու հատ պիժամկա պատվիրեցի իմ խորենի համար, երկուսն էլ պլանավորում եմ երեխեքի համար, այդ family look-երը որ կան, միանման։ Անցած տարի առել էի դե տենց, այս տարի ուզեցի ինչ-որ տենց հավես մի բան ավեմ, համ ֆոտոներ են սիրում, համ հոլովակներում, համ էլ ույուտնի է, էլի։ Դες քիչ-քիչ ասեցի սկսեմ պատրաստվել, որովհետև մի անգամից դե դժվար է այդ սաղ ծախսերը մի տեղ անեն, եւ նոր տարվա պատրաստվել, եւ ույուտը ապահովել, եւ ինչ-որ նոր գնումներ կատարել։ Ես գիտեմ, որ դուք սիրում եք, սպասում եք ու դուք էլ ինձ եք մոտիվացնում, որ փորձեմ այդ ջերմությունը ու ույուտը ստեղծել։ Մի խոսքով այսօր ամբողջ օրը անձրև ա եկել, հիմա ինձ թվում է նաև եղանակից եմ ես հետված, որովհետև ես մեծիոչուստրիցինն եմ, իմ վրա ազդում է։ Մինչ պատուհան բացեմ թող մի հատ օդափոխվում, ոնց որ ինձ թվում է թթվածին տանը չկա, մինչև ամուսնապես գա։ Եվ էլի առևտուր։ Եկեք ցույց տամ երկու գնումներ, այստեղ կաթախորենը բերել, թթուվարունք, երեխեքն ու խորիկը սիրահարեն, այս կարագից այլի վերցրել, մարմելադ, հալած պանիր, այս արտաշեսի տենց պերեկուս, սուրճ, այսպիսի հացեր ա վերցրել հոտ-դոգի, բրդուճներ կսարքենք, լավաշեր կար ոնց որ, անձեռոցիկներ, միս, կատլետ կսարքեմ, կանաչեղեն, Սոուսի համար եմ վերցրել։ ապրե սոուս էի ուզում որ սարքեի, այս կտրատած չի ինչ լավ ա, ես հա շատ լավ ուզում էի սոուս սարքեի տենց կարտոֆիլով բանով, ամեն ինչ բերել ա դրա համար, գիշերը կսարքեմ վաղվա, իսկ հիմա բրդուճիկներ կանենք, ու կվայելենք, հա այնտեղ լոլիկ էլ եմ տեսնում, օ բրաս, այս էլ մեր լոլիկը, լավ հելը ցույց տուր պապան քեզ ինչ արել, շատ սիրուն է, շատ, թե դու ինքն է ընտրել խոր, թե դու ես արել, Ինքն է ընտրել։ Մալայցից, մեզ մոտ երեկո է, Դավի հետ պատրաստում ենք միսով, վարեդես, մեսով սոուս, միսը առանձին արդեն խաշել եմ, մսի բուլյոնը պահել եմ և հիմա արդեն բանջարեղեններով, տոմատի մածուկով, կարտոֆիլն ենք պատրաստում, վախ, և իհարկե միսը բուլյոնով կլցնենք այդ կարտոֆիլի ու բանջարեղենների վրա ու միսը կշարունակի եփել արդեն սոուսի մեջ, Դավ հլը երգի այդ երգը, որ երգում էիր նոր, Պալեզն է, լավ, նոր երգում էր են մասին, որ ֆրուկտի պալեզն է, իսկ համով բաներ են ի պալեզ, Кола не полезны, фрукты полезны. Понятно. Какой хороший день, какой хороший день, какой хороший я, и песенка моя, ля-ля-ля. Мама, чудесный асу. Окей, да, вы просто хороший раз, я поддержала, или? Какой чудесный день, какой чудесный день. Какой чудесный я! И песенка моя, ля-ля-ля. Մեր սոուսը արդեն պատրաստ է, ստացվել է շատ համեղ, փորձել եմ մի փոքր, աղը կարգավորելու ժամանակ շատ համեղ է ստացվել, վստահաբար, վաղը արդեն կվայելենք, լավ էփել եմ միսը, որ համով դինի, ես չեմ սիրում, որ միսը ռեզինի պես է լինում ատամների տակ, այստեղ էլ եկեք ավարտենք մեր վլոգը, դες մենք արդեն կհանդիպենք մեր հաջորդ վլոգներում, պակա բոլորին։